Այս օրերին համացանցում ակտիվորեն տարածվում է օրեր առաջ տեղի ունեցած վարչապետի համերգը։ Նիկոլ Փաշինյանը հարվածային գործիքների վրա է նվագել։ Միջոցառումը մեկնարկել է 18:30-ին, տևել 3 ժամ։ Վարչապետում Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ է եղել հարվածային գործիքների վրա նվագել, բարահրապարակին ներկաները տեսանյութեր են հրապարակել։ Համերգին մասնակցել են քաղաքացիներ, պաշտոնյաներ, պատգամավորներ և նախարարներ։ Համացանցում ակտիվորեն տարածվում է առողջապահության նախարարի սրտիկն ու հատուկ բարը բեմադրված այս օրվա համար։ Այն բավականին երկար է քննարկվել։ Նաև համացանցում տարածվում են այն հայտնիների լուսանկարները, ովքեր մասնակցել են այս երեկոյին։ Դրանց թվում է նաև «Վերջին զանգը» հեռուստասերիալից հայտնի դարձած Լևոն Մկրտչյանն ու նրա կինը Էվելինան, ինչպես նաև հայտնի մի շարք բլոգերներ։ Այս ամենի առիթով նրանք հերթական անգամ քննարկվել և քննադատվել են, իսկ որոշներն էլ նրանց ջերմ խոսքեր են գրել։ Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը մեծ ակտիվություն է ցուցաբերում ինստագրամյան հարթակում։ Ամուսնու «Վերջին զանգը» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո Էվելինան շատ ավելի ակտիվություն է ցուցաբերում այստեղ, և հետևորդներն էլ ժամանակ առ ժամանակ ավելանում են։ Էվելինան շատ հաճախ հրապարակումների տեսքով հանդես է գալիս, ցույց տալով իր և ամուսնու հանգստից ժամանցից կադրեր։ Աղջիկը շատ հաճախ նաև հրապարակումներ է անում իր ամուսնու քույրիկի ընտանիքի մասնակցությամբ։ Նա ամեն գնով փորձում է ցույց տալ, որ ունի շատ ջերմ հարաբերություններ և Լևոնի քույրիկի հետ, ասես քույրեր լինեն։ Նա շատ հաճախ նաև հրապարակում է Լևոնի քրոջ որդիների մասնակցությամբ լուսանկարներ։ Այս անգամ ևս նա հրապարակում է արել և գրել. «Նարեկը և իր ցնդած քեռակին Էվկան։ Եթե ինչ մտնում ա լիֆտ, զգում ա օծանելիքիս հոտը ու հարցնում ա՝ Էվկան էլ ա եկել, ու միշտ ճիշտ ա։ Աշխարհի ամենանրբանկաց սրտիկը», գրել է Էվելինան, այդպիսով նաև մի քանի կադրեր հրապարակելով իր ամուսնու քույրիկի ընտանիքի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք, որ Գյումրու 7 եկեղեցու մատուցվել է պատարագ, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վաղան Խաչատուրյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ներկա են գտնվել նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ։ Պատարագը մատուցել է Քահանա Օրդոյանը։ Նշենք նաև, որ ներկաների շարքում է նաև եղել «Վերջին զանգը» հեռուստասերիալից հայտնի դարձած և այսօր մեծ ճանաչում ունեցող դերասան Լևոն Մկրտչյանը։ Գաղտնիք չէ, որ Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը Ազգային ժողովի պատգամավոր է։ Վերջինս հենց քրոջ, նրա ամուսնու և իր կնոջ հետ ներկա է գտնվել այս պատարագին։ Նշենք նաև, որ ավելի վաղ էլ Էվելինան հրապարակում էր արել, այդպիսով նշելով, որ այսօր մասնակցել են իրենք պատարագի։ Մարդ կա կիրակի մաքրվում ա, մարդ էլ կա ավելի է աղտոտվում։ Շատ եմ սիրում, որ 24 ու 7 բամբասող, չարախոսող ու սրա-նրա մահը երազող մարդիկ իրանց սուրբ են զգում ու էդ ընթացքում մի րոպե չեն դադարում թաղել։ Էդ նույն ակտիվությամբ ձեր միջի դևերին թաղեք։ Նշենք նաև, որ այս հրապարակման մեջ Էվելինան կարծես թե նաև քաղաքական երանգներ է մտցրել, քանի որ վերջին շրջանում քաղաքականության մեջ մարդիկ իսկապես միմյանց մահն են ցանկանում։ Նշենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, Էվելինան ինստագրամյան էջում Լևոնի մասնակցությամբ հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Զույգը ցույց է տվել իրենց նոր բնակարանը, որը ձեռք են բերել երկուսով միասին։ 2025-ը մոտենում է ավարտին, տարվա ամփոփում դեռ կհասցնենք անել, բայց հիմա ձեզ հետ կիսվում եմ մեր կյանքի պատմության ամենակարևոր էջերից մեկով և ուզում եմ, որ դուք էլ առանց վարանելու հավատաք ձեր նպատակներին ու գնաք դրանց հետևից։ Դեռ ժամանակ ունեք այս տարի եզրափակելու կարևոր ձեռքբերմամբ, այն է բնակարան ձեռք բերելը։ Դերասանի կինը այս հրապարակումով ցույց է տվել նաև իրենց էմոցիաները, երբ ձեռք են բերել նոր բնակարան և առաջին անգամ մուտք են գործում այնտեղ, թե իսկ երկրպագուները ոգևորվել են ընտանիքի այս տեսակ ձեռքբերմամբ և շնորհավորել մաղթելով նորանոր ձեռքբերումներ 2026 թվականին։ Նշենք, որ ավելի վաղ կիսվել էինք Էվելինայի հրապարակումով։ Ես եմ, էս եմ, արի ասեմ, ասա լսեմ։ Արի ասեմ, իբր թե Ջուլին սպիտակ մազեր ունի, չի ներկում, իրական ա։ Լռում ես, լսում ես, խոսում ես, թաղվում ես, բայց արի ուտես, որ սիրուն ես ու քեզ սիրում են։ Փայլում են այլերը, կարմիր այտերը, սիրուն սրտերը, սուտի ծտերը։ Յանը մթոմ, արևներս փակել են, ատամներս հաշվել են, օդում փոշին, սրտում լուսին, հերիք եղավ բոլեղավ, գազազած, գող ինձ թող, հերիք ա գողանաս մտքերիս տիրանաս,
Մեկը բնօրինակը բարոյական, տարածականը, պիկը էպիկա։ Ինչի ենք սեղանի սկիզբը միշտ նկարում, ոչ թե վերջը, շարվող մտքերը, դրած հայացքները, ձևը։ Էվելինայի նմանատիպ խորհրդավոր հրապարակումը բազմաթիվ հավանությունների է արժանացել ինստագրամյան հարթակում։ Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը ինստագրամյան էջում անսովոր հրապարակում և գրառում է թողել։ Վերջինս պատասխանել է համացանցում տարածվող այն լուրերին, թե ինչու ինքը իր հայրիկի մասնակցությամբ հրապարակում չի անում և ինչու են հրապարակումները բացառապես մայրիկի մասնակցությամբ։ Շատերը խոսում էին այն մասին, որ Էվելինան միգուցե իր հայրիկի հետ որևէ կապ չունի։ Այս ամենին փորձել է որոշակի պատասխան տալ վերջինս։ Սիրում եք ընտանեկան ֆոտոներ, մոկ ծնունդդ շնորհավոր։ Այս նկարում ամբողջական չենք, տատիկս, պապիկս, մամաս, մորաքույրներս ու մորաքրոջս աղջիկը։ Մնացածը պարում էին։ Ամեն բան հանգամանալից ներկայացրի, իսկ թե Էվելինա Ստեփանյանը ինչու չի հրապարակում հայրիկից կամ ընտանիքից ֆոտոներ, ասեմ, մերոնք չեն սիրում լինել հանրային, մեկ-մեկ թաքուն փոստեր եմ անում։ Նշենք, որ հերթական անգամ Էվելինան հայրիկի մասնակցությամբ այդպես էլ հրապարակում չարեց։ Հավելենք նաև, որ երեկ էլ ներկայացրել էինք Էվելինայի մեկ այլ հրապարակում։ Ինստագրամյան հարթակում ամուսնու մասնակցությամբ հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ վերջինս հոգնած նոր է վերադարձել աշխատանքից։ Գաղտնիք չէ, որ Վերջին զանգը հեռուստասերիալը մեծ ակտիվությամբ նկարահանում է իր սերիալի վերջին սերիաները, դե իսկ Լևոնն էլ բավականին հոգնած և տանջված տեսք ունի Էվելինայի հրապարակած տեսանյութում։ Ձեր սիրելի դերասանը հոգնած ջարդված եկել է սեմկայից ու կանի հիմա unboxing կոշիկ։ Դες դուրդ գալիս եմ։ Նորը սարը։ Ստմարը չիքի։ Ինչի չնայեցիր։ Որը, են առաջինը։ Հա, լավն է, դուրս բերեց։ Դուրդ բերեց։ Շատ լավն է, այս սպիտակ կեդերը դուրս եկավ։ Ճիշտ է, այստան սպիտակ կեդեր սիրող մարդ չեմ, բայց սիրուն է ինչ խոսք։ Լավ, են մեկը ավելի ինչ հետաքրքիր է քո կարծիքը։ Չեն մյուսը լավ։ Ձախը լավ է։ Լավ է լև։ Նայի հաց ուտենք, սոված ենք։ Սպասել եմ այսքան, որ գո հաց ուտենք միասին։ Դե նայի։ Դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը արդեն մի քանի ամիս է հանրության ուշադրության կենտրոնում են։ Հարսանիքից հետո զույգի հանդեպ ուշադրությունը էլ ավելի շատացավ, նրանց հարսանեկան կադրերը մինչ օրս տարածվում են համացանցում։ Լևոնը և Էվելինան համարվում են հայկական շոու բիզնեսի ամենաշատ հետաքրքրություն ունեցող զույգերից մեկը։ Նրանց հրապարակումները կարճ ժամանակահատվածում ակտիվորեն տարածվում են համացանցում, դե իսկ զույգի երկրպագուները բավականին ակտիվ են իրենց ջերմ ու սիրառատ խոսքերով ու մեկնաբանություններով, որոնք թողնում են նրանց լուսանկարներին և տեսանյութերին կից։ Երեկ տեղեկացրել ենք, որ դերասան Լևոն Մկրտչյանի մայրիկի ծննդյան տարեդարձն է։ Այս մասին հրապարակում էր արել Լևոնի կինը Էվելինան, ջերմ լուսանկար տեղադրելով իր սկեսուր մայրիկի հետ և ջերմ խոսքեր ուղղելով նրան։ Արդեն ավելի ուշ Էվելինան ինստագրամյան հարթակում մի քանի հրապարակումով հանդես եկավ, ցույց տալով, թե որքան ջերմ մթնոլորտում են անցկացրել իր ամուսնու մայրիկի ծննդյան տարեդարձը։ Էվելինան հրապարակումներ է արել Լևոնի մայրիկի, քրոջ և մտերիմների մասնակցությամբ։ Հերթական անգամ դերասանի կինն ապացուցել է, թե որքան ջերմ, ներդաշնակ և հաճելի մթնոլորտ է տիրում իրենց ընտանիքում։